Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առաջի հարցը հիմա բոլոր երկրների հետ մենք ռազմավարական գործընկերության պայմանագրեր ենք կնքում։ Ինձ կարող եք ասել դրա տարբերությունը, երբ որ այդ պայմանագիրը մենք չունենք այդ երկրի հետ եւ պայմանագիրը կնքելուց հետո ինչ բոնուսներ ենք ունենում մենք։ Սա առաջի հարցը եւ ինչ կարգի օպերատիվ կապի մեջ ենք լինում այդ երկրի տարբեր ինստիտուտների, հարթակների հետ կամ պետական մարմինների հետ։ Մյուս հարցը ինձ այլ բան է հետաքրքրում, որը ավելի խորքային է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ բացարձակ շատ լավ տարիներ, այս վերջի տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություն է ստեղծեց աշխարհի տարբեր երկրներում, այլ ձևով են ընկալում Հայաստանի Հանրապետությանը, վերջի 30 տարում այս ձևով, որ այսօր ընկալվում է Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի անգամ այդ ձևով չի ընկալվել, այդքան բարեկամ ընկերներ չենք ունեցել, այդքան բարեկամ քաղաքական դիվանագիտական պաշտոնյաներ չենք ունեցել, բայց ամենակարևոր բանը, օրինակ վերցնենք ասիական երկրները, չէ՞, ինձ կարող եք ասել դեսպանատները, օրինակ երբ որ արտակարգ իրավիճակ եղավ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, մյուստեղ ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր դիվանագիտական կամ արտաքին գործերի նախարարությունը, բայց երբ որ այդ արտակարգ իրավիճակը չկա, օրինակ կամուրջ հանդիսացել է, օրինակ վերցնենք Հայաստան, Ուզբեկստան, ոնց որ ասեց իմ գործընկերը, Հայաստան, Տաջիկստան, մենք վերջը կարող ենք այդտեղ դեսպանատունը ինչով է զբաղվում, երբ է կարող դեսպանատունը բացի դիվանագիտական հասկացանք, մնացած ժամանակ նա տես լավ անեկդոտ կա, ուղղակի հիմա չեմ ուզում պատմեմ կոմունիստների ժամանակվանից եկող։ Ինձ պետք է հասկանամ այդ ինստիտուտը, որ մենք ունենք, պետական բյուջեից ծնվում է։ Իհարկե հիմա կամաց հիմա այլ լուծումներ էլ է տրվելու, որպեսզի այդ ինստիտուտը, այդ դեսպանատունը սկսի այդ դեսպանատան վրա պետք է, այսպես ասած, առաջադրանք դրվի, որ տարեկան այսքան տնտեսական կապ ստեղծել, տարեկան այսքան օգուտ տալ, որպեսզի Հայաստանի եւ այդ երկրի կամ այդ երկրից դուրս ուրիշ երկրների հետ էլ եթե կարողանաք փոխհարաբերություններ ստեղծել, մեր բոլոր ինստիտուտները, բոլոր հարթակները, որոնք որ բյուջեից են սնվում, պետք է Հայաստանի Հանրապետությանը տասնյակ անգամներ ավելի շատ եկամուտներ բերեն։ Այդ մասով ինչ եք մտածում։ Շնորհակալություն հարցերի համար, ռազմավարական գործընկերության փաստաթղթերի առումով, որոնք տարբեր բնույթի են, բայց այդտեղ ռազմավարական տերմինն է կարևորը։ Այդ փաստաթղթերով նոր շրջանակ է ստեղծվում այդ պետությունների հետ հարաբերությունների, բնականաբար դրանց որակը եւ մակարդակը բարձրանում է, ուշադրությունը հարաբերություններին լրիվ այլ հարթության վրա է դրվում։ Դրանցով օպերատիվությունը նկատում եք։ Հեսա կանրադառնամ բանս։ Առաջինը այն սկզբունքներն են արձանագրվում երկու երկրների հարաբերությունները, որոնց վրա հիմնված զարգանալու են հարաբերությունները, օրինակ, ասենք, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, ուրիշ սկզբունքներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։ Մյուս ամենակարևոր երևի բացի սկզբունքներից հանգամանքը այն է, որ մեխանիզմները համագործակցության ճշգրտվում են արդեն այլ մակարդակում եւ դա բերում է ձեր ասած օպերատիվության ավելացմանը, հա, այսինքն ինտենսիվությունը, տեմպը հարաբերությունների բարձրանում է այլ մակարդակ եւ հանդիպումների քանակը եւ այլ մեխանիզմները, այո, դառնում են ավելի կանխատեսելի եւ ավելի ինտենսիվ։ Այդ երկու հանգամանքը նշեմ։ Բացի այդ նաեւ մի շարք պետությունների դեպքում, օրինակ, ոլորտային համագործակցությանը տրվում է ազդակ այդ փաստաթղթով եւ նշված ոլորտներում, հա, այդ գերատեսչություններին, այդ ազդակը որ հաղորդվում է, սկսվում է ավելի ինտենսիվ համագործակցություն այդ ոլորտներում։ Երկու երկրները արդեն ուսումնասիրում են, որ ոլորտներում է այդ փոխշահավետ համագործակցությունը պետք է ինտենսիվացնել եւ փաստաթղթերի մեջ դա արտացոլվում է, ասենք, չգիտեմ, ԱՄՆ-ի հետ դա երևաց, Չինաստանի հետ երևաց, Եվրոմիության հետ, Ղազախստանի հետ բոլոր դեպքերում էլ, այսինքն այդ
Նիդերլանդների։ տարիների ընթացքում։ Հիմա այն կտոր։ Ինչ վերաբերվում է ինչպես են դեսպանությունները ապահովում կամուրջներ, այսինքն ինչպես են դեսպանությունները աշխատում արտացոլելու իրենց տնտեսական առաջնայնությունները երկրի, բնականաբար դա արվում է նույն այդ ռազմավարական համագործակցության մասին, գործընկերության մասին փաստաթղթերը այդ մեխանիզմները ստեղծում են եւ արդեն դեսպանությունների կողմից կատարվում է աշխատանքի ինտենսիվացում այդ ոլորտներում, ստանալով համապատասխան բնականաբար ասենք կոմունիկացիա կամ նամակագրություն ոլորտային նախարարություններից եւ այլն եւ այդտեղ էֆեկտիվությունը բարձրացնում է օրինակ կոնկրետ երկրի հետ կոնկրետ ոլորտում էֆեկտիվ համագործակցության ուսումնասիրությունը, այսինքն որ մենք պարզենք, որ այդ ոլորտում իրոք այս փուլում համագործակցությունը շահեկան է եւ դա կապված է նաեւ դինամիկայից, որը որ հիմա բավական արագ փոփոխվում է աշխարհում եւ պետք է արագ արձագանքենք դրան, բայց դեսպանությունները այն ինչ որ գալիս է գերատեսչություններից բնականաբար մեծ էֆեկտիվությամբ կատարում է